Hello. Film moduna korktan sesini pinçe fiesta hem de zonda. Baştan tanış. Peki? Make. Կուրիկներ եք դուք, հա? Ինչ լավ է։ Լավ եք երեք, շնաս եք շնաս։ Բարև ձեզ։ Ով։ Այ, Նորի մայլեն, դոխը գիտե, շունը գիտե ինչ բան է, հալալ եղի։ Ինք, յոմրվա մայլա է։ Դև եք կատել։ Բայց մենք սրա տակը կագնել ենք ժողովուրդը տեղ է կագնած։ Նորմալ է։ Որ նորմալ է։ Ասու բարի նախ մեր ձորի թաղի ժողովրդին, տեսնից դոխերով, բաներով մարդիկ դիմավորեցին, այսինքն դոխի ղադրը գիտեն, շան ղադրը գիտեն, ուրա կիրիշուսներ են։ Հարգելի գյումրեցիներ, համաքաղաքացիներ, այս կարևորագույն պահին, ուրեմն ես միշտ այս նույն խոսքերը այսպես այստեղից եմ սկսում, որ ինչն է պատճառը, որ ես
առաջադրեցին տեխնազությունը։ Ես միշտ այդտեղից եմ սկսում, որովհետև 13 տարի աշխատելը դա լուրջ ժամանակահատված է, 13 տարի պատկերացրեք։ Ու այսպես հեշտ ու հանգիստ չենք աշխատել, զրկանքներով, պրոբլեմներով ու չգիտեմ ինչով, բայց ամենակարևորը մենք կարողացանք քաղաքը կառուցել ձեր աչքի առջև։ Այն մի քիչ այնտեղ Սուրբ Նշան եկեղեցին է, երբ որ երկրաշարժից հետո փլվել էր գմբեթները, մեծերը հիշում են, ես այդ ժամանակ երկրաշարժին 27 տարեկան էի, երբ որ ստանձնեցի Սուրբ Նշան եկեղեցու վերակառուցումը, ուրեմն 28-30 տարեկան էի։ Եվ առաջի գործերից մեկը դա եղել, որ Սուրբ Նշանը մենք վերջացրեցինք, հետո Աստծո ողորմածությամբ Աստված արժանացրեց, որ ինձպես անարժանը վերակառուցի ամենափրկիչ եկեղեցին։ Մի խոսքով, երկրի ճակատագիրը, երկրի վիճակը այսօր տեսնելով, ես չէի կարող ձեռնպա մնալ եւ ասենք ինձ համար իմ ընտանիքի հետ կամ ասենք թողնել քաղաքից գնալ ինչ որ որևիցե մի տեղ, որի հնարավորությունը ունեմ փառքասու, գնա ինչ որ ինձ համար ապրեի։ Ես չեմ կարող այդ սկզբունքով գոյատևել։ Ես իրոք այն սկզբունքով եմ ապրում, որ ասենք մասսաների ժողովրդի քաղաքի երկրի համար։ Իմ ապրելակերպը դա է։ Եվ դաստիարակում եմ իմ երեխաներին, իմ թոռներին ու ինձ ընտորող մարդկանց բոլորին ասում եմ, առաջինը հայրենիք եւ հետո մնացածը անձնական։ Եվ այս ճակատագրական պահին Արցախյան պատերազմում տեսնելով, թե ինչ սկզբունքով առաջնորդվեցին Հայաստանի Հանրապետության ղեկավարները, ոնց հանձնեցին Արցախը թուրքերին, եւ այսօր թուրքերի, ադրբեջանցիների եւ օսմանյան թուրքերի հրամանները ղեկավարների ոնց են բախվորիկ ձևով կատարում, ոնց են այսպես գլուխները կախած, ուզում են հիմա էլ Հայաստանի սահմանադրությունը փոխել, Սյունիքի հարցն են առաջ քաշել, կտեսնեք մի քանի վաղ հետո սրանք առաջ կքաշեն Սևանա լճի խնդիրը, որովհետեւ աշխարհում ջուրը պակասում է, իսկ Սևանը դա իրենից ներկայացնում է, որ ամբողջ աշխարհում պահանջարկ է լինելու Սևանին, գազից, նավթից, բենզինից ավելի թանկ է Սևանը։ Կտեսնեք սրանք կամաց նրա հարցն առաջ քաշելու, որ իրենց համար ավելի կարևոր է Սևանը, քան թե մոլիբդենը կամ ոսկին կամ որևիցե մի բան, որովհետև ջուրը ավելի թանկ է այսօր աշխարհում։ Մի խոսքով, ինչքան մենք զիջումների գնանք, այնքան նրանց ախորժակը կբացվի։ Այդպես է, աշխարհում է այդպես։ Ինչքան թույլ տաս, այնքան իրենք քայլ տալիս են առաջ։ Սա թուրքական ծրագիրն է, պան-թուրքիզմն է, որ դարավոր, ինչքան իրենց նախագահներն ու վարչապետերը փոխվեն, իրենց այդ ծրագիրը, թուրքական ծրագիրը, Անդրանիկ Զորավարի ժամանակահատվածից եւ դրանից առաջ նրանք ուզում են իրականացնել։ Ամբողջ Միջին Ասիայով, Ռուսաստանի Վոլգա գետի բերանով ամբողջությամբ մինչև Յակուտիա մեծ փուրանն են նրանք ստեղծելու եւ իրենք բարձրաձայն ասում են, այո, Հայաստանը մեզ խանգարում է։ Այս ամեն ինչը տեսնելով, այս մեր վախվորիկներին տեսնելով, անարժան ղեկավարներին տեսնելով, ուրեմն սրբապիղծ, այսօր երկրում ոչ թե հերոսները տեղ ունեն, այլ հոմոսեքսուալիստները, ԼԳՏԲ-ն եւ մնացած ապրելակերպ ունեցող մարդիկ։ Ես զարմանում եմ, թե այսուր հասանք, պատկերացրեք, թե ու դրանում մեզ տանում են Եվրոպա։ Դուք հիշում եք Սոդոմ Գոմոր քաղաքների պատմությունը։ Եվ այդ ամեն մեղք այդ անեծքը թափավ եւ քաղաքները ավիրեց Աստված։ Ամբողջ Եվրոպան այսօր նախագահները երեխա չունեն, պատկերացրեք, երկրի պրեզիդենտները երեխա չունեն, ընտանիք չունեն, ու իրանք դրանով ուրախանում են։ Իսկ մենք գիտենք, թե մենք ինչ սկզբունքով ենք ապրել ու ինչ ենք արել ու ուր ենք գնում։ Պատկերացրեք, երբ որ հրեաները պատերազմի մեջ էին արաբների հետ Եգիպտոսում, նրանք ուլտիմատում դրեցին, եթե հանգարտ Երուսաղեմին բան եղավ, մենք կխփենք Սուեզի ջրանցքին, եւ այնտեղ բոլորը սսկվեցին ու խելոք տեղերը նստեցին։ Մենք այսօր այս պատերազմի ժամանակ
կարող էին խփել Բաքու Ջերյան նավթամուղին։ Եվ եթե իրենք չկատարեն Հայաստանի պահանջները։ Երբ որ ասում են այս վարչապետին, նա ասում է ինձ այդ Բրիջիտ Պետրոլիումի տնօրենը, սեփականատերը անգլիացի է, ինձ ասել է, որ հանկարծ դրան չխփեք։ Մի խոսքով ինձ խնդրել է, դրա համար մենք չխփեցինք, այսինքն մեր երեխեքը մահանան, ինչ եթե մեկը մի բան է խնդրել, դրա ինքը պետք է նրանց կամքը կատարի։ Երբ որ 4000 ադրբեջանցիներ հավաքվել էին իրար հետ, մենք այդպիսի զենքեր ունենք, որ կարող ենք այդ 4000-ին վերացնել։ Երկրի շտաբի պետը, նախարարը, ուրեմն պաշտպանության նախարարը զեկուցում է, ասում է թող զենք կիրառենք, չի թողնում, որովհետև ասում է միջազգային հանրությունը մեզ կասի դե շատ մահ տվեց Ադրբեջանը։ Այսինքն մեր երեխեքը հեչ։ Եվ այսպես շարունակական։ Ուրեմն մոտ 5000 բայևոյ աֆիցերներ պատերազմից առաջ բանակից ազատել են Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը։ Այն հրամանատարներին, որոնք պատերազմը հաղթանակել են, պատկերացրեք։ Բացի այդ ամեն ինչից, ուրեմն հակաօդային պաշտպանության 2 թե 4 ուղղակի լավ չեմ հիշում այս պահին, 2 թե 4 ներողություն 4 զորամաս լուծարել են, այսինքն երկինքը թողնելով թշնամուն, դիտավորյալ 5 միլիոն դոլարի զենք են թողել թուրքերին, միլիարդ ներողություն, դուք պատկերացնում եք, թե դա ինչ է նշանակում։ Աշխարհում նմանադեպ տեղի չի ունեցել, որ մի ազգը, եթե ուրեմն գրավում է մյուս ազգի, ուրեմն տարածքներն ու տներն ու քաղաքներն ու գյուղերը, հեշտ ու հանգիստ բանալիները հանձնեցին մեբելով, ուրեմն բոլոր գործարաններով, ամեն ինչ այսպես սիրում թողեցին թուրքին ու ձեռքերը ցապ տալով թողին եկան, այսպեսի բան ով է տեսել աշխարհում։ Ամբողջ աշխարհը զարմացել է, թե ոնց կարող է այսօր կան մարդը, ուրեմն մենք այսքան տարիներ տուն սարքենք, հա, բանալիները տանք թուրքին, թողնենք երտանք ու չվառենք մեր տները։ Հələ մի բան է հիշում եք, գյուղեր կար, որ հանձնում էին, եթե որևիցե մեկը այրում էր իր բնակարանը, այդ մարդկանց հիշում եք ինչ պրոբլեմ էին սարքում տեղի, ուրեմն ոստիկանությունն ու պետությունն ու կառավարությունը։ Մի խոսքով, ոչ ոք չի կարող կասկածել, որ սրանք հանձնել են, ծախել են, ուրեմն Արցախը թուրքերին։ Ոչ մի մարդ չկա, որ դրա վրա կասկածի։ Իրանք մեկը մեկի վրա են գցում, բայց վերջում շաբիկները պատրվելու են։ Մի խոսքով, հիմա սրանք պայմանավորվել են իրենց պայմանագրերով 300,000 թուրքերի բերել լսեն Հայաստան։ Այսինքն այս Ալիևը, որ բարձրաձայն ասում է, Երևան է ասում, Գյումրիի հետ կապված Համասյայի են հատվածները ասում է թուրքերը պետք է կան իրենց են տեղերը բնակվեն, ու Հայաստանում նմանատիպ։ Այսինքն ինչ է ասում, սրանք 10-ից 15 հատ ուրեմն այդպես ասեն, ցրտում, դապաստակը դենց է, չէ՞, դապաստակները այդպես են, սրանք այդպես երեխեք են բերում։ Մենք մի հատ, երկու հատ կամ 3 հատ պատրի տրակի։ 10 տարի հետո Հայաստանը ամբողջությամբ ղեկավարելու են թուրքերը։ Եվ այս ամեն ինչը տեսնելով, ես չէի կարող ձեռնպա մնալ։ Քաղաքի խնդիրը դա հավատացեք երկրորդական է, երբ որ նմանատիպ պատմական, ուրեմն հայրենիք կորցնելու վտանգի առաջ են կանգնած։ Եվ ինչ մյուս ասեմ ձեզ։ Հիմա ուզում են ռուսներին հանել Հայաստանից։ Պատկերացրեք, եթե մենք 5 տարի խաղաղ ենք մնացել ամբողջ մեր պատմության մեջ, ուրեմն երբ որ մենք 75 տարի ռուսների հետ էինք, այդ ժամանակ է Հայաստանը խաղաղ մնացել։ 1,200,000-անոց բանակ ունի։ Երբ որ ռուսական թռուշակ այստեղից դուրս եկավ, ուրեմն 100,000 բանակը կմտնի ոտքով, կերտակ հասնի մինչև ես չգիտեմ ուր, երկու կողմից։ Այսինքն պատկերացրեք, հատուկ պետական ծրագիր է դրսի կողմից, հատուկ պետական ծրագիր է։ Այն ժամանակ, երբ որ մեծերը հիշում են, աղետի կոդին կառուցվում էր եւ հսկայական այստեղ շենք ուրեմն շինանյութ էր թափված, գումարները թափված, ՀՇ-ն ասում էր, թե մենք մեր ձեռքով մեր տունը պիտի կառուցենք։ Եվ ռուսերին այստեղից վռնդեցին 37 տարի մեզ պահեցին այս տնագրերում։ Եվրոպական կուսակցությունները եւ եվրոպական մտածելակերպ ունեցող ղեկավարները իրենց գլխավորի առաջնորդությամբ Լևոն Տեր-Պետրոսյանի հիմա է ցավ են պատճառում ես իրենց, որ իր անունը հիշատակում եմ։ Քանդեցին ամբողջ գործարանները աղետից հետո եւ Հայաստանում։ Ամբողջ Հայաստանում գործարանները քանդվեց, փակվեց ատոմակայանը, Նայրիտը եւ Կիրովագանի քիմիական գործարանը եւ այդպես բոլոր գործարանները։ Պատկերացրեք, երկիրը շենանում է, երբ որ գործարան է լինում։ Ուրեմն գործարան եւ
գյուղատնտեսական ոլորտը, որ գյուղատնտեսության նախարարություն այսօր սրանք փակել են։ Քանդել են ամբողջ համալիրները, որ այն ժամանակ որ տեսնում էր, զարմանում էր, ցեղակատ այդ անասունները ստանում են, գիտեք ինչ կան, ուրեմն հարյուրավոր տարիներ է պետք որ այդ տոհմային անասունները ունենային։ Մենք բոլորը վերացրեցին, քանդեցին ամբողջությամբ։ Այսինքն գյուղատնտեսություն չունենք, արդյունաբերություն չունենք։ Եվ այսօր կարող են սրանք խոսել։ Այսինքն պետությունը ասում է, ես գործանան չեմ կառուցում։ Ես սեփականություն պետք է չունենամ, բա ով պետք է ունենա։ Մի քանի անուններ են տալիս, այսինքն մի քանի մարդիկ կան, որոնք պետությունից հարուստ են այս երկրում, պատկերացրեք։ Ով է ասել, որ ջուրը պետք է լինի որևիցե մեկի սեփականությունը։ Ով է ասել, որ մոլիբդենը կամ ասենք հանքերը ոսկում էր, Աստված մեզ համար այստեղ տվել է, այդ հանքերը եւ այդ հանքերը պետք է լինի մի քանիսի սեփականությունը։ Իսկ ինչի դա պետական սեփականություն չէ, ինչի մերը չէ, ինչի ժողովրդինը չէ։ Եթե դառնում է ժողովրդի սեփականությունը, ուրեմն բյուջեն 5 անգամ 10 անգամ ավելանում է։ Եթե մենք այսօր պատերազմի շեմին կանգնած պետություն ենք, ամեն րոպե մենք գիտենք, որ պատերազմ է լինելու։ Ինչի Հայաստանի Հանրապետությունը նորմալ զենք չի արտադրում։ Ինչն է պատճառը, որ դուք անգիր գիտեք, որ ղեկավարը կարող է չգիտենա, որ մեզ զենք է պետք։ Եվ աշխատատեղ են, ուրեմն ստեղծեք գործարաններ։ Երկրորդ համաշխարհային պատերազմին Հայաստանի Հանրապետությունը 110 տեսակի զենք է արտադրել։ 110 տեսակի, որից 30-40 տեսակ արտադրվել է Լենինագանում։ Պատմություն կա, գրքեր կա ինձ մոտ։ Հատիկ անունները կարող են մոտորելս ես բարձրաձայնել։ Ինչի համար չի աշխատում մեր այդ գործարանները, ի՞նչն է պատճառը։ Ասում է թողանատները կան եւ գյուղատնտեսությունը զարգացնեն եւ զարգացնեն արդյունաբերությունը։ Պետությունը անելու բան չունի։ Բա պետությունն ինչու համար է։ Հարգերը բարձրացնի, ուրեմն այսօր այդ հարգայինին լցել են քաղաք, բոլոր կառույցները տուգանում են, չաշված աշխատող ուժը բոլորը դատարաններից դուրս են գալիս։ Այո, 1915 թվականին, երբ որ 1,5 միլիոն հայերի սպանեցին, կոտորեցին բարբարոս ազգը, եւ այդ ազգի հետ ուզում են սրանք բարեկամություն հաստատել եւ ասում են, թե առաջնային խնդիր չէ, ցեղասպանության խնդիրը պետության առաջնային խնդիր չի։ Միայն կարող է թուրքա հպատակը նմանատիպ խոսք ասել։ Միայն ու միայն ամբողջ աշխարհը ճանաչել է հայոց ցեղասպանությունը։ Ոնց կարող է հայի տղեն Հայաստանի ղեկավարությունը կանգնի ասի, թե մենք ուրեմն առաջնային խնդիր չէ հայոց ցեղասպանությունը։ Ուզում են հայոց զինանշանի վրա էլ մասիսալը հանել։ Դուք պատկերացրեք, հայկական սիմվոլները, հայկական այդ ամեն ինչը ուզում են վերացնել։ Ընտուփ այսօր, եթե ինչ-որ որևիցե մի հատ իրավաբանական ինչ-որ կառույց ես բացում, եթե անունը դնում ես մուշ, սասուն, չգիտեմ, ես բան չեն թողնում։ Ու ընտուփ երեխեքի անուններն են փոխում, պատկերացրեք, հադուկ թուրքական ծրագիր է։ Դպրոցների հայ ժողովրդի պատմությունը բացեք, նկարտացեք, տայեք, մեզ մոռացության են տալիս հայոց պատմությունը։ Սա հատուկ պետական քաղաքականություն է, թուրքական քաղաքականություն է։ Դպրոցներից հանել են քրիստոնեական պատմությունը։ Դուք պատկերացրեք, ով կարող է սա նմանատիպ գործունեություն կատարողները, այս սրա մանգլավիդներն են, որոնց ամեն մեկը ստից մտից պաշտոն են կրում, բերաններ ինչ-որ մի բան են գցել, այնպես են պաշտպանում, այնպես են բադ զգում, բա այս ամեն ինչը անողին, ինչ անուն կարող են տալ, հրի մեկ բարձրազան ասեք, ով են նմանատիպ մարդիկ։ Վերջացավ, ուրիշ մենք շարով չենք տալիս, ինչ որ տեսնում ենք, ինչ որ արել եք, այդ ենք ասում։ Եվ 37 տարի թողնելով մեզ տնագների մեջ, հիմա որոշակի քաղաքային խնդիրներից ասեմ։ Ուրեմն իմ օրոք կառուցվեց 17,000 բնակարան, ուղղակի ես կրկնվում եմ, բայց այդ ուրիշ բան չունենք ասել, սա պետք է ասենք։ Իմ օրոք կառուցվել է 17,000 բնակարան։ Բոլոր քաղաքապետերը իրար հետ 7,000-7,500 բնակարան են կառուցել։ Ես որ դուրս էի գալիս, մուշ թաղամասում 500 բնակարանի հիմքերը գցեցի ու ամեն ինչ ծրագրերը տրված իրենց, միակ գնացեք նայեք հələ մի շենք կառուցել են ինձանից հետո։ Մի շենք ցույց թող տան։ Ասում են քաղաք եկել ենք կառուցում ենք։ Հələ մենք թող ցույց տան, դե այս քաղաքում իրանք ինչ են կառուցել։ Ես ուզում եմ իմանալ, թե այս ԿՊ-ի օրոք այս քաղաքում ինչ է կառուցվել։ Ես կարող եմ ասել ինչ է կառուցվել։ Ասֆալտապատում, ասֆալտի վրա։ Ինչի համար։ Դրսից փողերը ստանում են, դրսից նրանք են տալիս այդ գումարները, որպեսզի Հայաստանը գցեն իրենց ուրեմն բանի տակ։ Ոնց ասեմ, ազդեցության տակ, այսինքն
դրսից գումարները ստանում են, ասֆալտի վրա ասֆալտ են անում։ Մենք ասում ենք, մեզ պետք է առաջին աշխատատեղ։ Եվ բնակարան Գյումրիին պետք է, եւ Հայաստանի Հանրապետությանն է պետք է աշխատատեղ։ 12 միլիարդ դոլար եք վերցրել։ 12 աշխատատեղ բացել եք, ստեղծել եք 12 աշխատատեղ։ Լավ ասում եք պետությունը սեփականություն պետք է ունենա։ Լավ պետությունը պետք է ունենա, գոնե այլ ձևով մոտեցեք։ 0.25%-ով վարկեր եք վերցրել։ Հսկայական վարկեր։ Այդ վարկերը ում եք տվել։ Դու ասում ես, որ եք գալիս են, որ գողունը հետ վերադարձնեմ։ Դե հիմա բարձրաձայնի ասա, այդ վարկերը ովքեր են վերցրել, անուն ազգանունները բարձրաձայնի։ Թող բարձրաձայնի այսօրվա վարչապետը, թե այդ վարկերը ում են տվել։ Կարող եմ ասել, նախկին վերադարձ վերևի ամենավերևի չինովնիկներին իրենց հարազատներով։ Գումարները վերցրել են, բանկեր են բացել։ Բանկերը այսօր 18-ից 25%-ով վարկեր են տալիս։ Եթե մի երկիր ուզում եք քանդել, ուրեմն նայեք բանկային համակարգը ինչպես է գործում։ Աշխարհում չկա մի երկիր, որ ասենք, պատկերացրեք այս քանի երկիրն է, որոնք այդ երկրները ուզում են դրսի ուժերը քանդել, դրա համար 18-ից 25% վարկերը տալիս են ժողովրդին։ Ամբողջ աշխարհում, եթե ուզում են զարգանա պետությունը, 2-ից 4% է, ոչ ավել։ Որովհետև եթե մարդ այսօր մի բիզնես պիտի, ուրեմն կազմակերպի, իր շահույթը ընդամենը 20% պիտի լինի, ավելի չի լինի, չեն է թողնի մնացած կառույցները։ Այսինքն դու աշխատում ես միայն բանկերի համար, միայն իրանց համար։ Եվ դրա համար ժողովուրդը թողնում է Հայաստանը, լքում է Հայաստանը եւ գնում է, որովհետեւ չկա աշխատատեղ։ Իրենք լավ է ծրագիրը, թուրքական ծրագիր է, հիշեք սա։ Թուրքական ծրագիր է, որ 91 թվականին, երբ որ անկախացանք, կար 3 միլիոն 700 հազար բնակչություն։ Հիմա դարել է 1 միլիոն 800-ից 2 միլիոն։ Ինչի համար, որովհետև մարդ աշխատատեղ չունի, այստեղից գնում է։ Հիմա այն խոպանջիները, որ գնում են, գումար են վրեքը դրել, տոկոս են դրել, որ եթե գումար ստացար, պետք է 10-20%-ը պետք է տաս պետությունը։ Հələ պատկերացրեք։ Հարկեր են դրել, որ մարդը գնաց է Ռուսաստան աշխատել է, գալիս էստեղ, հələ մի բան էլ այդ գումարներից պետք է գումար տա այս պետը որպես ինչ։ Այսինքն իրանք ասում են, որ գնացել եք երեխեքից կնկատել արստեղից տար։ Նպատակը սա է, որ այն նախկին ղեկավարը Լևոնը ասում էր, այս տարածաշրջանում պետք է ապրի 1 միլիոն բնակչություն։ Ինչ 300 հազար հազարանոց լենինական պետք չէ, ինչ պետք է 10 հազարանոց գյուղաքաղաք։ Եվ դրա համար քանդեց ամբողջ քաղաքի արդյունաբերությունը։ Քանդեց եւ այն ժամանակ խորհրդային միության ժամանակահատվածում բոլորը դավ գիտեք, ովքեր իմ տարիքին են ինձանից մեծ։ Բոլոր գործարանները համալրվել է աշխարհի ամենաժամանակակից մեքենասարքավորումներով։ Եվ ճուլոշտի, եւ տրիկոտաժ, եւ միասկոմ, բոլոր այդպիսի մի հատ գործարան չի եղել, որ ժամանակակից իտալական, գերմանական, անգլիական մեքենասարքավորումներով չհամալրվեր։ Պետության աչքի առջև բոլորը վաճառվել է Թուրքիա, Պարսկաստան։ Եվ ես չգիտեմ որ երկրները, բայց պետությունը որտեղ էր։ Ինչի չէր տեսնում այդ ամեն ինչը, ինչի չէր կազմակերպում գործարանների ուրեմն շահագործումը։ Հիմա Չուլոշնու համար եմ ասում կոնկրետ։ Այս թաղամասից մեծ հսկայական տարածք սեփականաշնորհել են, չգիտեմ քանի կոպեկներով, ոչ ձեն են անում, ոչ ցուկ են բարձրացնում։ Իսկ այդ Չուլոշնին պահում էր Հայաստանի Հանրապետության պես մի երկիր։ Ինչի համար առողջացման ծրագիր չկա։ Ինչի համար պետությունը չի կանչում, չի քննարկում այդ խնդիրները, որ ինչի համար դու ինչ խնդրեմ ունես։ Սեփականատիրոջը օգնի, տեր լինի։ Եվ ցավոք սրտի ձայն բարբարո անապատի։ Երկրի վարելահողերի 60%-ը չի մշակվում։ 60%-ը հիշեք։ Եթե մի երկիր 60% իր վարելահողերից չի մշակվում, այդ կառավարություններին գնդակը հարել է պետք։ Միայն գնդակարել ուրիշ ոչ մի բան։ Երկրի բարենային եւ ոչ բարենային ապրանքների 60%-ը ներկրվում է դրսից, 40%-ը Թուրքիայից։ Այսքան գիտական միտք ունենք, այսքան ինստիտուտներ ունենք, որ իրոք որ երկրում, որ Ամերիկա, Ռուսաստան կարևորագույն երկրներում նայում ես, իրենց ռազմական արդյունաբերության մեջ տեսնում ես, որ մի քանի հատ հայ գիտնականներ կան։ Ինչի՞ չեք հավաքում այդ մարդկանց բերում Հայաստան։ Ինչ է պատճառը, որ նորմալ զենք չեք արտադրում։ Տեսնում եմ, մի ստից բաներ ինչ որ տեսա մի քանի անգամ։ Լուրջ ռակետների, հրթիռների մասին է խոսքը։ Օրինակ հիմա իմ ծրագրի մեջ ռազմական դպրոց ենք բացելու։ Հիմա նայեք, այս թուրքական շները պետք է հարձակվեն վրեկս։ Քաղաքապետարանը ռազմական դպրոց ենք բացելու։ Էլ եկեղեցի չեմ կառուցելու ես որպես անհատ։
Եվ ինձպես շատ ընկերներ ունեմ, եթե գումարներ ներդրում ուզեցան անել երկրի համար, ուրեմն ուղղորդելու եմ այդ ռազմական դպրոցին։ Մեր 8-րդ, 10-րդ դասարանի ուրեմն երիտասարդներին պետք է սովորացնեմ այդ դպրոցում թռչող անոթաչու սարքեր պատրաստել եւ օգտագործել պարտադիր։ Եթե մենք հենց պատկերացրեք մի 30,000, 50,000 նմանատիպ բան ունենան թռչող անոթաչու սարքերու ուղարկենք դեպի Բաքու, ինչ կլինի դրանց վիճակը, պատկերացրեք, սիրուն նստածեղերը։ Այո, պետք է սովորացնենք երեխեքին։ Որեգա, ուրեմն արագ կարգով աշխատավարձերը բարձրացնելու եմ 50%-ով, ոչ թե իրանց պես 1300 դրամ թոշակը բարձրացնում ենք։ 1000, գիտեք ես բարձրացրել եմ, ու չի ասում ինչքան, 1300 դրամ, պատկերացրեք, էլի 1300 դրամ։ Իրանց վրայի շորերը, բաները, որ նայում ես հասկացալ ամեն մեկի, ես չգիտեմ քանի միլիոն դոլարանոց շորեր են հատնում, բայց իրանք 1300 դրամ մարդկանց թոշակ են բարձրացնում, դե գնա խես ժողովուրդ, արեք ապրեք դրանց բարձրացածով։ Մի խոսքով, ուրեմն են բնակարանները, որոնք ստացել են գյումրեցիները եւ բաժանվել են երկու մասի, մի եղբայրը մնացել է տնակների մեջ, ու մյուսը ստացել է, ասենք երկու սենյակ են ունեցել, այդ մարդիկ եղել են 6 հոգի կամ քանի հոգի, մա տարել են 14-18 հոգի, ասում են բոլորը իրար հետ պետք է գնանք այդ երկու սենյականոցի մեջ ապրենք։ Անհնարին բան է դա։ Մարդիկ ասում են, այն ժամանակ ինձ ասում են, չենք ստանում բնակարանը։ Մեզի մի հանեք այստեղից։ Կամ տվեք մենք գնանք այնտեղ, թողեք մենք էլ այստեղ մնանք։ Ու քաղաքի ճարտարապետական տեսքին չի խանգարում։ Ինչի համար չեք տալիս որ։ Ինչի համար չեք տալիս։ Ես ինչքան կարողացել եմ տվել եմ։ Հիմա որ եկա, եթե քաղաքի ճարտարապետական տեսքին չի խանգարում, բոլորը օրինականացնելու եմ, հիշեք, մի բան չեմ թողնելու։ Եվ ոնց որ, ուրեմն 100 միլիարդից 120 միլիարդ դրամի մասնավորը շինարարություն է արել իմ օրոք։ Ինձ ասում են, դե գյումրեցիները հարստացել են, ասում են, չէ, հախեր չեմ վերցնել, չեմ տանի բերեմ մարդկանց, արագ կարգով տալիս եմ։ Հələ ինձանից հետո նայեք, հələ սրանք քանի բնակարան շին թույլտվություն են տվել, հələ հարցրեք։ Հələ մենք հարցրեք, թե սրանք, եթե ուզում են քաղաքը ծաղկի, քաղաքի ծաղկելու համար առաջինը դա պետք է արվի։ Յուրաքանչյուր քաղաքապետի գնահատական, եթե ուզում եք գնահատական տալ քաղաքապետին, պիտի հարցնեք, փոքր եւ միջին բիզնեսը զարգացած է քաղաքում թե ոչ։ Շինարարությունը արվում է թե ոչ։ Եթե ոչ, այդ քաղաքապետին բռնտել է պետք է լուրջ բացի պիտի կանգնեցնես։ Որովհետեւ եթե քաղաքապետը չի ուրախանում իր քաղաքում շենքշինություն կառուցելու, այդ քաղաքապետը թուրքից ծերված է կամ ասենք թուրքական ծրագիր է կատարում, լավ իմացեք։ Այսպես է, ես ուրիշ բան չեմ կարող պնդագրել։ Մի խոսքով, իմ օրոք 100-ից 120 միլիարդի մասնավորը շինարարություն է արել։ Հիմա 30-ից 50 շինթույլտվություն են տվել։ Իմ տված շինթույլտվությունները մարդկանց ձեռքին չեն կարող իրանց կենցաղ սպասարկման կամ բնակարանները կառուցել, պրոբլեմ են ստեղծում։ 7 սանտիմետր աճ է թեքված ձեր նախագիծը, ու 10 տարի դենց պահում են։ Ամբողջ դատարանները գտեսես, որ մարդիկ դատարաններում բանկերից գումարները վերցրած դիտավորյալ տանում բերում են անխիղճ տանում բերում են։ Ենքան երեցին որ ենտեղ են մեքենայով մտավ քաղաքապետարանի շենքը, հիշում եք։ Մյուսներ եկան փող քաղաքապետին կաբինետի մեջ ծեզեցին։ Հա, ես դες ման կյանքում իմ օրոք չի կարող, որովհետեւ մեկը դες բան անի։ Բայց եթե ես նույն ձևով շարունակեմ, ով ուզում է սեր իշխանը խիստ տղամարդ տեղնից, եթե այդպես անես, անպայման կանեն քո նկատմամբ։ Բայց ես այնպեսի հարաբերություններ էի ստեղծել ժողովրդի հետ, որ ասում էին գնանք մեր հերանց տունը։ Գնանք ճարահաջալ մարդիկ եւ վնասվածի, գնանք մեր հերանց տունը։ Ոչ թե այսօր բոլորը 70-50% լցված է դատարանները հենց քաղաքապետարանի կողմից ու մնացած պետական կառույցների կողմից։ Մի խոսքով դա վերացնելու է այդ ամեն ինչը։ Չեմ ասում մշակութային կառույցների վերաբերյալ։ Ուրեմն այստեղ վերևը մի քիչ դուք լավ գիտեք, որ Շիրազի տուն թանգարանը վերակառուցել եմ։ Ավետիք Իսահակյանի տուն թանգարանը վերակառուցել եմ։ Մեհեր Մկրտչյանինը բացել եմ, նոր եմ, ես եմ սարքել։ Փողոցը կոչել եմ Բարբետաց փողոց։ Ասլամազյանների տուն թանգարանը վերակառուցել եմ։ Ուրեմն Մերկուրովի տուն թանգարանը այսինքն ինչ որ տեսնում եք ես եմ արել, էլի։ Հիմա որ բերում են ցույց են տալիս բան, այդ ով է արել որ դրան։ Այդ ով է արել։ Այս արտանախմբերը, որ ամեն տարի այս իշկան, որ արտանախում կա, բոլորի տակը գրված է Վարդան Ղուկասյան։ Բոլորի։ Հələ բայց գնացեք հələ վիճակը նայեք։
Հələ գնացեք նայեք այդ արձանների տակ այդ քարերը, բաները ինչ վիճակի մեջ են, ճեղքած, փողված։ Հոգատար վերաբերմունք չկա։ Հոգատար վերաբերմունք չկա։ Այդ լողավազանը քաղաքի որ կառուցել տվեցի։ Մեծ ջանքերով, մեծ չարչարանքով։ Հələ գնացեք մտեք այդ լողավազանը։ Ընտուբ զամով այդ իր բաները, այդ ռուշկեք ու չգիտեմ այդ զամոկներն ու բաները հələ գնացեք մտածեք, խայտարակ վիճակի մեջ։ Ուրեմն ընտուբ բանը չեն միացնում այդ վենտիլյացիոն սարքերը չեն միացնում։ Եկուց միսօր այդ կտուրը բլվելու ընկնելու է գլխներից, քսեմ ինչի չեք միացնեք, սե փող չկա։ Հələ պատկերացրեք, ու բայց այնքան հաջախորդ կա, այնքան մարդ գնացող կա, եթե մի քիչ խորանաս կտեսես, որ ես իմ ուր է գնում այդ գումարները։ Ես եմ սարքել, ես եմ ցավում, իմ սարկածը, որ քայլում եմ։ Վարդան Մամիկոնյանի տագի հասկացար արձանախմբի, այդ բաները փոխված մռամռները մոտիկ չէին գալիս, լույսերը չէին բարում, խաչքարերի պուրակ սարքեցին, խաչքարերի դեմի լույսերը կողացան տարան չեմ ասում ով, իրանք տարան իրանց բաները բարեցին, մինչև հիմա այդ խաչքարերի լուսավորությունը չկա, այսինքն տարբերությունը սարսափելի է եւ անհամեմատելի է, մնացածն էլ ինչ այնքան բան կարող եմ թվարկել, այնքան բան կարող եմ ասել, որ չեմ ասում անցումները, հրաբարակի անցումները, հասարակ բան պատկերացրեք։ Հիմա տեսեք հրաբարակի, դե մեքենաները շատացել է, քաղաքի փառք ասում որ շատացել է։ Բայց տեսնում եք ինչ վիճակում է։ 4-5 ուրեմն մուտք կա հրաբարակում։ Չեն կարող տալ, կանչեն մեքենասն, քեզ տալիս եմ սեփական հիմունքներով։ Դու սարկում ես, բայց դա օգտվելու է ժողովուրդը խանութներ ունեցեք, շահույթ հետապնդեք, հասկացար, բայց դա քաղաքին գծառայի եւ ուրեմն անցումներ կլինի։ Կամ քաղաքապետարանն է սարկում, բացակայությամբ այդ խանութները տալիս է ժողովրդին։ Ուրախությամբ կվերցնեն, եւ շրջարան, եւ ամեն ինչ այդ հատվածը ամենաբանուկ տեղերից մեկն է։ Այնքան այդպիսի ծրագրեր ունենք, որ կարող ենք բոլորը հատիկ ասելու ենք։ Տրանսպորտի վերաբերյալ։ Իմ ժամանակ մոտ 70 միլիոն տրանսպորտից գումար էր մտնում քաղաքապետարանի բյուջե։ Հələ գնացեք նայեք հիմա ինչքան գումար է մտնում քաղաքապետարանի բյուջե։ Այն մեկը կար, մի հատ սդից, մի հատ կլավուզնիկ կա, անունը չեմ ասում, բոլորդ գիտեք։ Փողոցային ուրեմն այդ բաները, ստայանքի հետ կապված։ Մարդիկ այդ կանգառներից կարելի է 100-120 միլիոն, ուրեմն եկամուտ բերել քաղաքապետարան։ Ուրեմն մի հատ կառույցից երկից վերցրեցին։ Հələ գնացեք նայեք 10 կոպեկ մուտք կարվում է քաղաքային բյուջե։ Հələ գնացեք նայեք։ Մի քանի հոգեստր այս 10 տարի օգտագործում են։ Հետ ցեները դուրս չկա եւ մնոնց բոլոր pedagogan կառույցների։ Այսինքն իրանք իրար մեջ սիրուն բանը բարև ցես տեսություն էլի բանը մենք այդ ամեն ինչը հասկանում ենք։ Էլի առաջ անգամ եմ ասում չնայած հասարակական չէ որ ես այս բաներ ասեմ։ Ուղղակի ես ասում եմ որ հասկանաք թե ով են, ինչ են ու սրանք ովքեր են, այդքան բան, ուրիշ բան չունեմ ասելու, ասֆալտի վրա ասֆալտ չեն անում, թեկուզ ամենափրկիչ եկեղեցու հետևի այդ ամբողջ այդ պուրակը, այդքան գումար են ծախսել, դրա կիսով ես այդ ամեն ինչ կվերջացնեի կամ կիսով, ինչի համար այդքան գումարը ծախսեցին, քաղաքապետ հրաբարակի շադրվանները 17 ձևի ես բան էի արել, ուրեմն սարքել էի 17 ձևի աշխատում էր, ինձանից հետո 40-45 միլիոն դրամ են տվել, ինչ են արել, ինչ են փոխել շադրվաններից, հələ մի հատ թող ասել։ Արվոքի, ու գույնը հələ տեսեք, այդ գույնը, իրանց գույնին է, կաբուդը սիրում է։ Մի խոսքով։ Ուրեմն շատ եք կանգնեց յանտակը, ես շատ բան կարող եմ ասել, ես մի բան կարող եմ ասել, եթե ինձ չնդրեք, ուրեմն կշահի իմ ընտանիքս, ես մեծ դոբրոցիում իրանց հետ կրված եմ այս պահին, իրանք ոչ մեկը եւ աղբեր, եւ տղա, եւ աղջիկներ, եւ մնացածը, եւ աղբորս է, բոլորը չեն ուզեցել, որ ես առաջադրեմ իմ տեխնազությունս։ Կշահեն իրանք, բայց եթե ընդրեցիք ինձ, կշահեք դուք քաղաքը եւ երկիրը։ Առաջ դասված շնորհակալություն։ Եթե քաղաքային ազգային հարց կա, տվեք ես պատասխանեմ։ Եթե անձնական հարցեր է, ուրեմն ես սպասում եմ իմ օֆիսում Եկաք կամ ասենք ազգական հարցերը քաղաքապետարանի դուռը բաց է եղել, շաբաթը 2 անգամ ընդունելություն եմ արել, դուք գետինը մտիկ, տարիներով ընդունելություն չեք արել, տարիներով, դուք ում եք համ եմ ատնում, տարիներով որ նայում ես ընդունելություն չեն արել, շաբաթը 2 անգամ ընդունելություն էի անում, մի բան է հայտարարություն էի տալիս, որ շաբաթ օրը, եթե քաղաքապետարանի բաժնի պետերի հետ խնդիր ունեք, ես ոտքով գալիս եմ, արագ ինձ դիմեք։
տեսնում էի որ այս բաժնի պետերը վազում են, խնդրենք բան չասեք իրան։ Իրան բան եկուս արեք հարցը կլուծվի, եկուս արեք կլուծենք։ Այդ սկզբունքով եմ աշխատել։ Մի խոսքով, այսքան բան, առաջ 10 իմ ու ձեր միջի դատավորը Աստված է։ Շնորհակալ եմ։ Ես երջանություն եմ։ Բուխա խնդիր չկա։ Ես են մեգերների նման չեմ որ մի բան ենք 10 անգամ ցույցենք մարդիկ ամոթուց բաներնի։ Առանձին, որ ասում է հաջողանում ես ծախել չիմանա այս սկզբունքով։ Պայմանավորման։ Եղավ, շնորհակալ եմ։ Դե շնորհակալություն։ Ձորի մայլի ժողովուրդ ջիգարով։ Հայ, ուտիկի սաղբերը։ Հաջողություն, լավ եղեք։ Դռները բաց, չմտածեք։ Այ, աշխարհահռչակ շումբազ էր։ Այ, լսեք, մերոպեմ, հələ կամացրա։ Սերոշիկ, հələ կամացրա, լսեք, են վաղ կռիվներ կար չեմ այլամայլի տեմ, ձեր մայլի թասիբի ինքը կքաշեր, իսեք։ Մեզ հետ եկան են կրվե, ապստգուց։ Բայց ընկերացել ենք կարևորը։ Չէ հիմա դու բաժակցում, պահ ուգաս։ Լավ է, որովհետև մենք իրար չէինք սպանում, կռվում ենք, հետո աղբերություն էինք անում, ով որ կռվով իրար հետ ընկերություն չի արել, դա սուտ է, պիտի կռիվ անես, հետո ընկերություն անես, որովհետև մենք ասում ենք, գցում ենք ամեն ինչ մոդաստակ, մենք ունենք թշնամություն Թուրքի հետ, հայի հետ մենք չունենք։ Այսօր մի նոր ծրագրի մասին հայտնեցիք։ Հա, կունենանք, ասա։ Առաջին անգամ եք խոսում եք ռազմական դպրոցի մասին, ինչ մանրամասներ կասեք, մենք ուղիղ եթերում ենք իդեպ, պահ ուգաս։ Ուրեմն ռազմական դպրոցը մենք ունենք 17 սպորտ դպրոց, որ մոտավորապես 7 դպրոցի բորոք է բացվել եւ մնացածը վերազինել ենք, վերակառուցել ենք եւ ամեն ինչ երաշտական դպրոցներ։ Ուրեմն մենք ինչի պետք է այսօրվա այս լուրջ վիճակում երկիրը կանգնած է պատերազմի շեմին մշտական, այո, քաղաքապետարանը պետք է ունենա ռազմական դպրոց եւ երեխեքին պատրաստի ուղարկի բանակ եւ հրանոթների սովորեցում լուրջ մասնագետներ են բերելու եւ մինամյոտ կրակել եւ կարեւոր է թրջողանոթաճու սարքերը, որը այսօր պատերազմի սիրտն է հանդիսանում, դրանք անպայման պետք է մենք ունենանք եւ մասնագետներ պետք է բերենք եւ պետք է պատրաստենք անպայման եւ քաղաքային բյուջեից պետք է որոշակի մասնակցություն ունենանք եւ անհատական ամեն մեկս պետք է մեր ֆինանսներից ներդրում անենք։ Պարոն Գասյան, իսկ թիմ ընտրությունների այս քարոզարշավի ընթացքում վերջին զարգացումներին ինչպես կանադառնաք, ձեր ձեռներություն, ձեր ձեռքակալությանը վերջերս հաջորդեց, որ մյուս տեխնազուին Ռուբեն Մխիթարյանին հրավիրեցին։ Այդ բանի, միրովևլա այդ կանչելին ինչի համար, պռավի համար, այդ էլ սեդիսենարը Ռուբենի ռեյտինգը բարձրանա, թե չէ պռավի համար կանչեցին քննիչական կոմիտեն, έτσι խառնվել եք իրար այդ հեքիաթները մի պատմեք, հարգեք, որ իշխան խոսացեք։ Ամենաուժեղ մրցակիցը իրենց դուք եք։ Ում։ Քաղաքացիական պայման։ Բերով դերնի։ Դու չես կարող ես, պետքան վերես գրել ես։ Մինչև այսօր 20 տարի վերես գրեցին ու լենագանցի էլ աղջիկ ես, հասա։ Էլի շարունակվում է վարչական ռեսուրսների օգտագործումը։ Դուք ձեր նախորդ լսի, նա ինչ եմ ասում։ Հիմա ասում են։ Ինչ ուզում է անեն։ Ինչ կան ինձ։ Ուրեմն խնդրեմ ստեղծեցին։ Ենքան հեղափոխություն կլինի, լավ իմանան։ Ոնց որ Թուրքիայում է, լավ իմացեք։ Թող ինչ շուտ վարչական ռեսուրսներ իմ նկատմամբ անեն, բանդարգեն, որ երկիրը մեկից փոխվի ու վերջանանք։ Ահա, դեդիկել ասեցի, հիշեք, այս ժողովուրդը ինձ չի տողնի, սա հիշեք, այ կոնկրետ եմ ասում։ Կտեսնեք, մի հատ հանկարծ բան եղավ, հեղափոխությունը կլինի Գյումրիից։ Սա միանշանակ թող գիտենան։ Թող ինձանից իրանք վախենան։ Ես իրանցից վախենալու բան չունեմ։ Եվ ես կյանքում, եւ հանդերձյալ։ Հաջողություն, հաջողություն։ Ay kanka hadi.